Ընկերներ, այս կես մետրանոց իշխան ձգով որոշել եմ պատրաստենք խորոված ճարպաճեռոցում։ Դե, եկեք միասին պատրաստենք։ Նախապես հեռացնում ենք թեփուկները, այնուհետև բոլոր լողակները կտրատելու ենք։ Տեսեք ինչ գեղեցիկ կարմիր գույն է ներսը։ Մոտավորապես այսպիսի չափերի ենք բաժանում, քանի որ կտորները մեծ են ստացվելու։ Դրա համար բարակությունը մոտավորապես նման չափի ենք վերցնում։ Այդ այսպիսի չափի։ Հապող մեզ համար հարմար տարայի մեջ շատ համեմուկ պետք չի գալու, ինչի որտեղ հենց իշխան ձուկը ինքնին արդեն համերձուկ է։ Իրան պետք է գալու աղ, կարմիր պիպար, սև պիպար։ Դա նույնպես նախընտրության հարց է։ Եթե ունեք թարխուն չորացած, կարող եք նաև չորացած թարխուն անել։ Իսկ լիմոն ինչի չեմ օգտագործում, որովհետև անկեղծ ասած, իմ կարծիքով լիմոնը կարելի ասել այս համեղ ձկան համը կոտրում է։ Եվ սա ուշադրություն իր վրա է հրավիրում։ Ամեն դեպքում մենք ընտանիքով առանց լիմոն ենք սիրում, բայց եթե դուք սիրում եք ու նախընտրում եք լիմոնը, դուք կարող եք ձեր տարբերակով եւ ձեր քիմքին հաճելի տարբերակով անել։ Նաեւ կարմիր պիպար եմ ավելացնում։ Մի երեսն ենք անում, հետո շրջելու ենք մյուս երեսն ենք անել։ Այսպես։ Պարում ենք սև պիպարի հետ։ Նաև ես վերջում ավելացնում եմ մի փոքր ձեր, որպեսզի այն ավելի լավ խորովի։ Դուք էլ կուզեք ավելացրեք, կուզեք չէ, եթե ուզում եք ավելի դիետիկ լինի, ապա կարող եք ավելացնել։ Բայց մենք սիրում ենք այսպես։ Ես վերցնում եմ այսպիսի տարա, ֆոլգա է, ինձ այդպես հարմար է։ Մի փոքր ձեթ եմ անում տակը եւ տեղավորում եմ ձուկը։ Այսպես։ Ընկերներ, ես այսպես տեղավորեցի, քանի որ ես ճարպաճեռոցում եմ պատրաստում այն եփել։ Դրա համար իրարից որոշակի հեռավորության վրա եմ դնում։ Եթե դուք պարզապես ջեռոցում եք եփելու, կարող եք նույնիսկ ճիպ դնել։ Ահա ընկերներ, ես ճարպաճեռոցից արդեն դուրս եմ հանել։ Տեսեք, ամբողջովին եփված են։ Բոլորիս բարի ախորժակ։